Շնորհակալություն, հարգելի պարոն Գաբրելյան, հարգելի տիկին Մանավազյան, հարգելի գործընկերներ, պարոն Հովհաննիսյանը արդեն իսկ նշեց, որ հաջորդ տարվա բյուջեով մեր ոլորտներին նախատեսված պետական հատկացումները էական աճ են գրանցում, ընդ որում պետք է հիշեցնեմ, որ առաջին անգամ չի, որ մենք խոսում ենք այս ոլորտներին ամեն տարի տրվող հատկացումների աճի մասին, նման միտում նկատվում է կառավարության ծրագրի ողջ ընթացքում եւ 2026 թվականի բյուջեով նախատեսված է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ոլորտներում իրականացնել 200-ից ավել միջոցառումներ, ընդհանուր առմամբ 420 միլիարդից մի փոքր ավել գումարի չափով եւ սա կազմում է 2026 թվականի պետական բյուջեի հատկացումների 11.6%-ը։ Եվ ինչպես պարոն Հովհաննիսյանը նշեց, 25-ի համեմատ շուրջ 16% աճ ունենք եւ 21-ի համեմատ աճը կազմում է 42%։ Ընդ որում պետք է նշեմ, որ ծախսերի 85%-ը կրթության ոլորտին է ուղղվում 356 միլիարդ դրամ։ Եվ սա նշանակում է, որ կրթության ոլորտի պետական ծախսերը կազմելու են ՀՆԱ-ի շուրջ 3%-ը, 21 թվականին մեր ցուցանիշը 2.3% էր եւ կարող ենք տեսնել, որ կառավարության գործունեության ընթացքում էապես աճել են կրթության ոլորտի ծախսերը, ընդ որում նորից եմ ուզում շեշտել, մենք այս իրողությունը արձանագրում ենք մի իրավիճակում, երբ որ ամբողջ աշխարհում նույնիսկ զարգացած երկրները կրթության ոլորտին հատկացվող պետական բյուջեի նվազում են գրանցում։ Բոլորովին վերջերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրապարակած մի հետազոտության համաձայն հաջորդ տարի միջինում աշխարհում կրթության պետական հատկացումները կրճատվելու են 24%-ով։ Ահա այս պայմաններում, երբ որ տարբեր երկրներ գնում են կրթության ոլորտի պետական հատկացումների նվազման ճանապարհով, որը իհարկե հարկադրված է հաշվի առնելով օբյեկտիվ տարբեր իրողություններ, մեր երկիրը, մեր կառավարությունը շարունակաբար գնում է այս ոլորտներին ուղղվող միջոցների ավելացման ուղղությամբ, որը առաջին հերթին միտված է հանրային զարգացում ապահովելու, որտեղ հենց մարդկային կապիտալի զարգացման միջոցով է, որ պետք է գրանցենք այն արդյունքները, որոնք երկրի թե տնտեսական զարգացման, թե անվտանգության առանցքն են։ Ու թերևս չափազանցություն չի լինի ասել, որ երբեք անկախության շրջանում որևէ կառավարություն այնքան ներդրում չի արել այս ոլորտներում, ինչքան արվում է այս կառավարության օրոք։ Բյուջեի շուրջ 38%-ը կազմում են կապիտալ ծախսերը, 168.7 միլիարդ դրամ։ Կապիտալ ծախսերը 2021-ի համեմատ աճել են 1168%-ով, 25-ի համեմատ աճելու են 34.8%-ով։